Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այսօրվա ծրագրում։ Իրանն ու Իսրայելը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց, զուգահեռաբար նոր սպառնալիքներ հնչեցնելով։ Ինչպես են հայաստանյան քաղաքական ուժերն արձագանքում տարածաշրջանում էսկալացիայի վտանգին։ Անհամարժեք գործողությունները, որ իրականացնում է Հայաստանի իշխանությունը։ Իսրայելը հարվածել է նաև Իրանի միջուկային օբյեկտներին։ Սյունիքում մասնագետները ռադիացիայի մակարդակն են չափել, ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չի արձանագրվել։ Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ, պնդում ստորագրման նախապայմանները։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնային կալանքի տակ է, քրեական գործի մանրամասները դեռ անհայտ։ Չեն հետաքրքրում փոստը քոնտենտը չի, կարևորը մեր տներն է։ Ինչ է կառուցվելու Սարյանի հայ փոստի շենքի փոխարեն եւ ինչ ազդեցություն է ունենալու այն կենտրոնի վրա։ Իրանն ու Իսրայելը ողջ գիշեր ու նաև այսօր շարունակել են հրթիռային հարվածներ հասցնել իրար։ Երկու երկրներն էլ հայտարարում են զոհերի եւ վիրավորների մասին ու նաև շարունակում են նոր սպառնալիքներ տեղալ։ Թեհրանը զգուշացրել է, որ եթե Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Իսրայելի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնեն, ապա Իրանը կհարվածի տարածաշրջանի արևմտյան բազաներին եւ նավերին։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ եթե Խամենեին շարունակի հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, ապա Թեհրանը կրակի կմատնվի։ Իրանն ու Իսրայելը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց այն բանից հետո, երբ 3 իսրայելական զինուժը լայնամասշտաբ հարձակում գործեց Իրանի վրա։ Ի պատասխան Իրանը գիշերը հրթիռակոծել է Թել Ավիվը եւ այլ քաղաքներ, կա 3 զոհ, 40-ից ավելի վիրավոր, այդ թվում զինծառայողներ։ Իսրայելը հայտարարել է, որ որսացել է Իրանի արձակած մոտ 200 բալիստիկ հրթիռների մեծ մասը։ Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանը փակ է։ Իսրայելն իր հերթին այսօր տասնյակ թիրախների է հարվածել Իրանում, այդ թվում Թեհրանում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաեւ բնակելի շենքի։ Ըստ պաշտոնական Թեհրանի կա 60 զոհ, այդ թվում 20 երեխա։ Պայթյուններ են որոտացել Քերմանշահի ռազմաբազայում, Թավրիզում գտնվող նավթավերամշակման գործարանի մոտ։ Թեհրանը Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային զգուշացրել է, եթե շարունակեն ուժեղացնել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը, ապա Իրանը ստիպված կլինի հարվածել այս երկրների տարածաշրջանում գտնվող բազաներին եւ նավերին։ Այս զգուշացումը հնչում է այն բանից հետո, երբ ըստ իրանական կողմի հայտնի դարձավ, որ արևմտյան այս երկրների օդանավերն օգնել են հետ մղել իրանական հարվածները։ ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կազմակերպությունների հետ կապերի բյուրոյի ներկայացուցիչ Մաքքոյ Փիթն ընդգծել է, Միացյալ Նահանգների ռազմաբազաների վրա որևէ հարձակում ծանր հետևանքներ կունենա։ Մեր բացարձակ առաջնահերթությունը տարածաշրջանում ԱՄՆ քաղաքացիների անձնակազմի եւ ուժերի պաշտպանությունն է, Իրանի համար հետևանքները ծանր կլինեն։ Իրանը ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հաստատել է, որ Իսրայելի հարվածներից վնասվել են Ֆորդոյի եւ Սպահանի միջուկային օբյեկտները։ Ոչնչացվել է նաեւ Նաթանզի միջուկային օբյեկտի մի մասը, կա ռադիոակտիվ եւ քիմիական աղտոտվածություն, որը կառավարելի է։ Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդը իրանական զինուժի պատասխան հարվածներից առաջ երեկոյան հայտարարել է, որ Իսրայելն է սկսել պատերազմը եւ թույլ չեն տա, որ խուսափի պատասխանատվությունից։ Այաթոլլա Ալի Խամենեին վստահեցրել է, այս հարձակումը ծանր հետևանքներ կունենա։ Սիոնիստական ռեժիմը լուրջ սխալ թույլ տվեց, այն սխալ վարվեց եւ Աստծո կամոք հետևանքները կհանգեցնեն նրա կործանմանը։ Նրանց դառը կյանք է սպասվում անկասկած։ Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ կշարունակեն հարվածել Իրանին, չեզոքացնելու հնարավոր սպառնալիքը։ Վարչապետը երեկոյան ասել է, որ եթե հիմա չհարվածեն Իրանին, ապա Իսրայել պետությունն անպայման կկործանվի։ Բենյամին Նեթանյահուն շեշտել է, իրենց պայքարն Իրանի ժողովրդի դեմ չէ, այլ ռազմական ղեկավարության, որպեսզի վերացնեն միջուկային եւ բալիստիկ հրթիռներին նրանց ծրագիրը, ապա ուղիղ դիմել է իրանցիներին։ Ժամանակն է, որ իրանցի ժողովուրդը միավորվի իր դրոշի եւ պատմական ժառանգության շուրջ, պաշտպանելով իր ազատությունը չար եւ բռնակալ ռեժիմից, այն երբեք ավելի թույլ չի եղել, քան հիմա։
Իսրայելի պաշտպանության նախարարն էլ այսօր սպառնացել է, որ Թեհրանը կրակի կմատնվի, եթե Իրանը շարունակի հերթիրներ արձակել։ Իսրայել կազմն ասել է, որ իրենց իշխանությունների պատճառով իրանցիները ծանր գին կվճարեն իսրայելցի խաղաղ բնակիչների վրա կատարված հարձակումների համար։ Մինչ Իսրայելն ու Իրանը շարունակում են հարվածներն ու սպառնալիքները, համաշխարհային մի շարք առաջնորդներ կոչ են անում թուլացնել լարվածությունը եւ զսպվածություն ցուցաբերել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր հերթին կոչ է արել դադարեցնել էսկալացիան։ Բավական է այս էսկալացիան, ժամանակն է դադարեցնել, խաղաղությունն ու դիվանագիտությունը պետք է գերիշխեն։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Իսրայելի մեջբերում են բարբարոսական հարվածներից հետո զսպվածության կոչերը տեղին չեն, իսկ միջուկային գործարքի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցելն անիմաստ է։ Իրանի նախաձեռնությամբ 3 ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել։ ՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է Իսրայելի գործողությունները։ Ամիդ Սաիդ Իրավանին զգուշացրել է, Միացյալ Նահանգների գլխավորությամբ բոլոր պետությունները, որոնք աջակցում են Իսրայելին, պետք է գիտակցեն, որ կիսում են այդ գործողությունների հետևանքների պատասխանատվությունը։ Այս միտումնավոր եւ համակարգված սպանությունները ոչ միայն անօրինական էին, այլև անմարդկային, հաշվարկված ագրեսիայի սարսափելի դրսևորում։ Այս վայրագությունները պետական ահաբեկչության հստակ ակտ են եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դանի Դանոն էլ ասել է, որ Իսրայելը փորձել է դիվանագիտական ճանապարհով լուծել Իրանի միջուկային ծրագրի հարցը, սակայն տեսել է, թե ինչպես է Իրանը ժամանակ ձգում, մերժում ամենագլխավոր պայմանները, իսկ այդ ընթացքում շարունակում զարգացնել իր միջուկային ծրագիրը։ Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը վտանգի ենթարկի իր ժողովրդին ու հենց դրա համար էլ հարվածել է Իրանին, պարզաբանել է նա։ Սա պետականությունը պահպանելու գործողություն էր։ Մենք դա արեցինք մենակ եւ ոչ այն պատճառով, որ ուզում էինք, այլ քանի որ այլ տարբերակ չէր մնացել։ Ռազմական գործողությունների ֆոնին իրանցի падգամավոր Էսմայիլ Կոսարին ասել է, որ Թեհրանը լրջորեն դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հարցը։ Այստեղով է փոխադրվում աշխարհի նավթամթերքի մոտ 21 եւ հեղուկ գազի մոտ 20%-ը։ Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներից հետո տարածաշրջանի երկրները անհանգստացած են։ Իրանը հայտնել է, որ իսրայելական հարվածներից միջուկային օբյեկտներ են վնասվել, կա որոշակի կառավարելի աղտոտվածություն։ Հայաստանի միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները Սյունիքի մարզում են Հայաստանի եւ Իրանի սահմանին չափումներ են իրականացրել եւ հայտնում են, որ ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չեն արձանագրել։ Մոնիտորինգը շարունակվում է։ Իրանի վրա Իսրայելի լայնամասշտաբ հարձակումից եւ Իրանի պատասխանից հետո Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ։ Արարատ Միրզոյանը X-ում հայտնել է, որ Աբբաս Արաղչիի հետ քննարկել է վերջին զարգացումները։ Ավելի վաղ հրապարակված Հայաստանի տեսակետին համահունչ ընդգծել է ռիսկերը կառավարելու եւ տարածաշրջանում էսկալացիայից խուսափելու կարեւորությունը։ Մենք կշարունակենք սերտ շփումները ներառյալ ատոմային էներգիայի գործակալության շրջանակներում, գրել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ 3 պաշտոնական Երևանը դատապարտել էր Իրանի դեմ Իսրայելի հարձակումը եւ կոչ էր արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։ Իրանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հայտարարելով, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել երրորդ երկրների, այդ թվում հարևան եւ բարեկամ Իրանի դեմ։ Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն կողմերը նաև ընդգծել են լարվածության թուլացման եւ խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Տարածաշրջանում էսկալացիայի վտանգը անհանգստացնում է Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը։ Նրանք կարծում են, որ Հայաստանի իշխանությունները պետք է սահմանային անվտանգություն ուժեղացնեն եւ սկսել պատրաստվել հնարավոր զարգացումներին։ 3 անվտանգության խորհրդի քարտուղարը Ազատությանն ասել էր, Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից եւ հարձակվել Հայաստանի վրա։ Տարածաշրջանում այս իրավիճակային լարվածության առնաշփոթի պայմաններում պետք է նկատի ունենանք, որ Հայաստանի սահմաններում Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունները նաև ընթանում եւ այն ռետորաբանությամբ, որով հանդես է գալիս Ադրբեջանն ու նաև Թուրքիան, լուրջ սպառնալիք է ստեղծում այս խառնակ իրավիճակում ցանկացած զարգացման համար։ 5 րոպե պակաս աշխարհը գտնվել պատերազմի եզրին այդպես հանգիստ թռվռալով մեկնել մի ինչ-որ համաժողովում խիստ վերահսական գետնի վրա անիրականանալի թեմայով իբր դասախոսությամբ հանդես գալ
երբ որ երկիրը ուղղակի հարևանությամբ է մի երկրի հետ, որը նման զանգվածային հարձակման է ենթարկում, երբ որ անվտանգության խորհրդի նիստ չի լինում, երբ որ անվտանգային մարմինները համապատասխան հանձնարարականներ չեն ստանում, լրիվ ուղղակի անհամարժեք գործողությունները, որ իրականացնում է Հայաստանի իշխանությունը։ Հարևան եւ բարեկամ Իրանը շատ հստակ դիրքորոշում ունի այսպես կոչված միջանցքի հետ կապված եւ շատ կոշտ է իր դիրքորոշումը արտահայտում կապված Հարավային Կովկասում սահմանների արկա սահմանների փոփոխության հետ, որը իհարկե մեծագույնս դեր ունի Հայաստանի Հանրապետության համար, եթե տարածաշրջանում նմանօրինակ մեծ ծավալի ռազմական կոնֆլիկտ լինի, այս առիթը Ադրբեջանը կարող է օգտագործել, այսպես ասած, աղմուկը օգտագործելով Թական ագրեսիան գործել Հայաստանի Հանրապետության վրա գուցե այո Սյունիքի եւ ոչ միայն ուղղությամբ։ Հայաստանը մանավանդ նմանօրինակ սրման փուլում գտնող կոնֆլիկտների պարագայում պիտի լինի կանխատեսելի դաշնակից եւ կանխատեսելի գործընկեր։ Միջազգային քաղաքականության մեջ, արտաքին քաղաքականության մեջ կանխատեսելիությունը թերություն չի։ Քո դաշնակիցները, քո բարեկամները եւ գործընկերները պիտի իմանան քեզանից ինչ սպասել։ Ստեղծված իրավիճակին արտախորհրդարանական ուժերից արձագանքել է Հայ ազգային կոնգրեսն, ընդգծելով, որ տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակը անմիջական ազդեցություն ունի Հայաստանի անվտանգության եւ կայունության վրա, իսկ այդ մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է սթափ իրատեսական քաղաքականություն։ Այս ռիսկերի ֆոնին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ուժը նաև իշխանություններին հորդորել է մեջբերեմ անհապաղ դադարեցնել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալած ապօրինի հարձակումներ, իսկ քաղաքական ուժերին կոչին արել դադարեցնել ներքին հակամարտությունն ու զերծ մնալ բողոքի ակցիաներից։ Հայտարարությունում Հայ ազգային կոնգրեսը դիմել է նաև Հայաստանի իշխանություններին։ Կոչ են կանում Հայաստանի իշխանություններին ակտիվացնել դիվանագիտական ջանքերը միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար, հավաստիացնել միջազգային հանրությանը, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի ռազմական նպատակներով, ուժեղացնել սահմանային անվտանգությունը եւ պատրաստվել հնարավոր հումանիտար մարտահրավերներին, ներառյալ Իրանից փախստականների հնարավոր հոսքին։ Մինչ Իսրայելն ու Իրանը հարվածներ են փոխանակում, Ադրբեջանի նախագահի խորհրդականը, որ մասնակցում է Պրահայում ընթացող ֆորումին, նորից այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից է խոսել, նշելով, որ Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում, իսկ Հայաստանի առաջարկած խաղաղության խաչմերուկը ուշացած է համարել։ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո Սյունիքով անխոչնդոտ առանց ստուգումների ճանապարհ է պահանջում Հայաստանից, Երևանը պնդում է, որ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո։ Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ, անդրադառնալով Երևանի առաջ քաշած տարածաշրջանային ապաշրջափակման խաղաղության խաչմերուկ ծրագրին, այսօր հայտարարեց Իլհամ Ալիևի օգնականը։ Հիկմետ Հաջիևը Գլոբսեք 2025 ֆորումի շրջանակներում մասնակցում էր Չինաստանը Եվրոպային կապող Արևելք-Արևմուտք միջին միջանցքի թեմայով պանելային քննարկմանը։ Դա հնարավոր է։ Մենք քննարկում ենք Հայաստանի հետ նույնպես։ Մեր նպատակը չէ տեսնել մեկ այլ մեկուսացում, մարգինալացում տարածաշրջանում, բայց միևնույն է, մենք եւս որոշ ակնկալիքներ ունենք Հայաստանից։ Ինչու ասացի, որ մի փոքր ուշացած է խաղաղության խաչմերուկի գաղափարը։ 30 տարի Հայաստանն Ադրբեջանի Նախիջևան տարածքը մեկուսացման մեջ է պահել։ Մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի Զանգեզուրի միջանցքի մասով։ Մինչ Երևանը Բաքվին հեշտացված ռեժիմով ճանապարհ է առաջարկում դեպի իր էքսկլավ Նախիջևան, Բաքուն շարունակում է պնդել անխոչնդոտ առանց ստուգումների այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գաղափարը։ Հայաստանն ի պատասխան հայտարարում է, որ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո։ Հաջիևն ասաց, գիտի, որ հայ գործընկերներին բարկացնում է միջանցք բառը, կարող են նաև անցուղի տերմինն օգտագործել, բայց շարունակեց Զանգեզուրի միջանցքի բացումը նաև Հայաստանի համար նոր հնարավորություններ կստեղծի։ Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են միջանցք բառից։ Ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք։ Լավ, այն անվանեք անցուղի։ Մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի է մենք զրկված ենք եղել այդ հնարավորությունից։ Հենց որ լինի Նախիջևանի հետ կապը, ես կարծում եմ, որ այստեղ կարող են բացվել այլ հնարավորություններ Հայաստանի համար եւս։ Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան տարածաշրջանն ապաշրջափակելու հայկական կողմի առաջարկը փոքրինչ ուշացած որակեց, բայց համաձայնեց Հայաստանը կարող է մաս կազմել տարածաշրջանային հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ քննարկումներին։
Երբ խոսվում է Հայաստանի խաչմերուկի, խաղաղության խաչմերուկի մասին, տարբեր ձևակերպումներ կան։ Ես կասեի, որ դա մի փոքր ուշացած մոտեցում է։ Եվ երբ Ադրբեջանի տարածքներն օկուպացիայի տակ էին, մենք միշտ խոսում էինք հաղորդակցության մասին, որպես հակամարտության գործընթացի լուծման տարբերակ։ Հիմա հակամարտությունը լուծված է։ Հաղորդակցության մեկ այլ բաղադրիչ է արևելք, արևմուտք, միջին միջանցքը։ Եվ այստեղ անհրաժեշտ է անվտանգություն եւ կայունություն միջանցքի ամբողջական եւ արդյունավետ գործածման համար։ Եվ սա եւս բան է, որ տեղի է ունեցել մեր շնորհիվ, որի համար մեր երկրին պետք է արժանին մատուցել։ Մենք հաստատել ենք ամբողջական անվտանգություն եւ կայունություն տարածաշրջանում։ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային տրանսպորտային քննարկումների մաս։ Չեխիայի մայրաքաղաքում ընթացող Globsec 2025 ֆորումում երեք Հայաստանի վարչապետն էր խոսել խաղաղության խաչմերուկ ծրագրից։ Փաշինյանը շեշտել էր, որ դա ենթադրում է նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան կապ։ When we are talking on lasting and sustainable peace, it is very important to create a kind of environment of Երբ մենք խոսում ենք հարատև եւ կայուն խաղաղությունից, կարեւոր է ստեղծել փոխադարձ կախվածություն։ Լավագույն գործիքը դրա համար ենթակառուցվածքներն են, տնտեսությունը, փոխադրումների ուղիները եւ այլն։ Infrastructures, economy, transit ways, etc. Պրահայում Ադրբեջանի նախագահի օգնականը անդրադարձավ նաև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցին։ Հայաստանի սահմանադրության փոփոխություն, որում տարածքային պահանջներ են տեսնում եւ ԵՀԿ Միսկի խմբի լուծարում։ Իհարկե մենք հասկանում ենք, որ սահմանադրական հարցերը ցանկացած երկրի ներքին գործն են, բայց երբ սահմանադրության մեջ մեկ այլ երկրի վերաբերյալ տարածքային պահանջի հղում կա, դա մտահոգությունների տեղիք է տալիս։ Ֆորումի ընթացքում այս հարցին անդրադառնալիս վարչապետ Փաշինյանը իր հերթին կրկին հայտարարել էր, որ Երևանը տարածքային պահանջներ է տեսնում Ադրբեջանի սահմանադրության մեջ, սակայն չի պնդում այն փոխել, քանի որ ըստ Փաշինյանի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ այդ հարցերը կարգավորվում են։ Հայաստանը եւս ունի որոշ մտահոգություններ կապված Ադրբեջանի սահմանադրության հետ եւ այլն, բայց մենք չենք բարձրաձայնում այդ հարցը։ Ինչու՞, որովհետեւ մենք տեսնում ենք, որ խաղաղության համաձայնեցված տեքստի նախագիծը այդ խնդիրը մեր դեպքում եւս լուծված է եւ որոշված է։ Այսպիսով մենք պետք է գնանք եւ ստորագրենք այդ համաձայնագիրը լուծելու համար բոլոր այս հարցերը։ So we need to go and sign that agreement to solve all those issues. Չնայած Բաքվի նախապայմաններին Սյունիքի սահմանային գյուղերի ուղղությամբ ադրբեջանական շարունակական կրակոցներին, Փաշինյանն ասել էր, որ Երևանն ու Բաքուն պետք է փորձեն մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը ու լուծարել Մինսկի խումբը։ Between Armenia and Azerbaijan there will be peace. Կիևն ու Մոսկվան շարունակում են ռազմագերիների փոխանակումը ըստ Ինտերֆաքս գործակալության ռուսական կողմը Ուկրաինային 1200 զոհված զինծառայողների մարմիններ է փոխանցել։ Հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Ինչ վերաբերում է մարտերին, ապա Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքում է, թե ռուսական ստորաբաժանումները հատել են Դոնեցկի եւ Դնեպրոպետրովսկի մարզերի վարչական սահմանը, հավելելով, որ ծանր մարտերը շարունակվում են, իրավիճակը դինամիկ է եւ կարող է փոփոխվել։ Ավելի վաղ հաղորդումներ էին եղել, որ ռուսական ուժերը մտել են Դնեպրոպետրովսկի մարզ։ Մեկ լուր, որ քիչ առաջ ԱՄՆ-ից ստացվեց։ Մինեսոտայում կրակել են 2 դեմոկրատ քաղաքական գործիչների վրա, նրանցից մեկը սպանվել է։ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսը հայտարարել է, որ անհայտ անձը հարձակվել է նահանգի 2 օրենսդիրների տների վրա, սպանելով Մելիսա Հորթմանին եւ նրա ամուսնուն։ Մեկ այլ քաղաքական գործիչ, նահանգային սենատոր Ջոն Հոֆմանը եւ նրա կինը վիրավորվել են։ Հարձակումները տեղի են ունեցել Մինեապոլիսի մոտ գտնվող Չամպլինում եւ Բրուքլին պարկում։ Երկու քաղաքական գործիչներն էլ դեմոկրատական կուսակցության անդամներ են։ Վոլցը, որը 2024 թվականի ընտրություններում Քամալա Հարիսի փոխնախագահի նախկին թեկնածուն էր, ասել է, որ հարձակումները կարծես թե քաղաքական դրդապատճառ ունեն։ Ռոյթերսը հղում անելով Բրուքլին պարկի ոստիկանապետին նշել է, որ կրակոցներ արձակած կասկածյալը ոստիկանական համազգեստով է եղել։ Տեղական իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին չբացել դուռը, եթե ոստիկանական համազգեստով անցթակի դուռը։ Ոստիկանները տեղանքում կաշխատեն զույգերով, հաղորդում է տեղական հեռուստաընկերությունը։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն նաև դրդապատճառները։
Վերադառնանք Հայաստան, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնային կալանքի տակ է։ Դատարանը Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը մերժել է, հայտնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նախկին պաշտոնյան 3 կեսօրին ձերբակալվեց հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ նրան փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։ Երեմ Սարգսյանը մանրամասնել է, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի հողամասերի օրինականացման մեղադրանքներով։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2 առանձին քաղաքացիական հայցեր է ներկայացրել վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի դեմ, դատարանից պահանջելով պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին եւ Ալեն Սիմոնյանին հերքել իր մասին արված պնդումները։ Վարչապետը կառավարության նիստերից մեկում հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, իսկ Ալեն Սիմոնյանը ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Քոչարյանի ունեցած ֆինանսական միջոցների ծագման մասին էր հարցեր բարձրացրել եւ հորդորել նրան դիմել բժշկի։ Այսպես նա արձագանքել էր իշխանության վերաբերյալ 3-րդ նախագահի հայտնած կոռուպցիոն կասկածներին։ Դատալեքս հարթակի համաձայն Քոչարյանը Փաշինյանից 6 միլիոն դրամ է պահանջում զրպարտության համար, իսկ Ալեն Սիմոնյանից 6 միլիոն դրամ զրպարտության եւ եւս 3 միլիոն դրամ վիրավորանքի համար։ Դատական նիստեր դեռևս նշանակված չեն։ Փոքր ու միջին ձեռնարկատերերը տարվա սկզբից բարդ կացության մեջ են հայտնվել։ Նախ ասում են հարկերն իրենց համար փաստացի կրկնապատկվել են։ Հարկերին զուգահեռ բազմաթիվ այլ վճարներ կան, որոնք եւս ավելացնում են իրենց բեռը։ Դրանցից մեկը հաշվիչ դրամարկղային մեքենաների սպասարկման վճարն է, որը եւս կրկնապատկվել է առանց բացատրությունների։ Թեև այս ոլորտում մի քանի ընկերություններ են ծառայություններ մատուցում, բայց բոլորն էլ կարծես խոսքները մեկ են արել տնտեսվարողներին առանց այլընտրանքի թողնելով։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել, ընկերությունները խուսափում են հարցերին պատասխանելուց։ Ես գրել եմ համաձայն չէ, հիմա գա հուլիսի 1-ը կտենանք բանալու։ Գնուն ու շուկայում փոքր վաճառակետ ունեցող Ռոբերտ Դավթյանն այն քչերից է, ով չի ստորագրել հաշվիչ դրամարկղային մեքենաների սպասարկման թանկացած պայմանագիրը։ Գուցե ՀԴՄ-ն անջատ են այդ պատճառով, բայց սպասարկման կրկնակի թանկացումն ասում է ոչ ոք չի հիմնավորել։ Ես չեմ ստորագրել, սա մեր ընկերներ չի, որովհետև նորմալ մտածում եք ինչի համար, դες համաձայն չեմ դրան։ Հայաստանում մի քանի ընկերություններ կան, որ ապահովում են բիզնեսի ֆինանսական շրջանառությունն արձանագրող հաշվիչ դրամարկղային սարքերի ծրագրային սպասարկումը, եւ այդ ընկերությունները անցած տարեվերջից գրեթե միաժամանակ կրկնապատկել են իրենց ծառայությունների համար գանձվող գումարները 1800 դրամը դարձնելով միջինը 3600 դրամ։ Աշխարհում սենց օրենք չկա, որ գրիչով փողի չափ գրած լինի։ Թե ինչով է պայմանավորված այս թանկացումը, բացատրություն չկա, բայց մի քանի ընկերությունների կողմից սպասարկման վճարը միաժամանակ թանկացնելը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Նույնքին նա իրար հետ պայմանավորվածությունն է։ Այս երկրը մտենց է էլի։ Ու ես էլ եմ ասում, այս կասամիները որ մստվել են, լավ էլ աշխատում է, կապն էլ է նորմալ, անհիմն թանկացնում են։ Այս 25 թվին ինչ ցավ այս թանկությունները, գույք արկի թանկացումը, այս են բանի թանկացումը հարկայինի 5%-ը 10 սարքի, մարդիկ տեսած ձեն չեն անում օգտվան դրանից, հիմա 1000-ից սարքելա 3-6։ Ես ինչ է սրա փոխվավ, ինչ եղավ, որ ժողովուրդը այդքան փող կարում աշխատի որտեղ։ Ու սենց որ անեն կամաց փակվելու ենք այդքան բան։ Հսկողություն չկա։ Այսինքն ով ինչ գին ուզի դնի, հիմա մենք համաձայն ենք վաղը սարքելու է 5000։ Նույն հարցերը հնչում են նաև այլ առևտրի կենտրոններում։ Փեթակ առևտրի կենտրոնում փոքր տաղավար ունեցող Արթուրը տարակուսում է, ինչու է պետությունը աչք փակում, խոսքը հսկայական գումարների մասին է։ Դառնում է, որ պետությունը իր հերթին քամում տնտեսվարողին, ոչինչով չաջակցելով եւ թույլ է տալի ինչ որ կազմակերպություններին, որոնք որ պետական հարկերի հետ կապված սպասարկում են իրականացնում, չէ՞, եթե դեմ է, չէ՞ որ եթե դեմ են, եթե չաշխատի, հարկերը պետք չեն գնա եւ տնտեսվարողը քիչ կհարկվի, արդեն իրանք ամիջական կապ ունեն իրար մեջ։ ՊԿ եւ ՀԴՄ-ի սպասարկման կենտրոնը եւ իրանք պետքա հսկեն բնականաբար այդ ամեն ինչը թույլ չտան, որպեսզի սպասարկման կենտրոնը օրից մի օր որոշի, որ 5% չի, 10% չի ցանկացումը, այլ 100%։ Փոքր տնտեսվարողներից ներկայանալ չցանկացող մեր զրուցակիցը եւս նկատում է տնտեսվարողներին փաստի առաջ են կանգնեցնում առանց այլընտրանքի հնարավորության։ Ինչի չկա մրցակցություն, ինչի չկա գնային առաջարկի այլընտրանք, որ բոլորը պայմանավորվում են, չեն վախենա դա ֆիքսել եւ արձանագրել մատուցված ծառայությունների համար սահմանել նույն արժեքները։ Միակողմանի կարող են խզել պայմանագրերը, որոշել որ ծառայությունների արժեքը բարձրացնում է եւ բարձրացնեն։ Եվ այս
սենտենսի դեմ այլ գործիքակաց չկա։ Ստացվում է, որ ով ինչ ուզում անում է եւ դրա դեմ պայքարող որևէ կառույց կամ պետական ինստիտուտ գոյություն չունի։ Վարկածը, որ հնարավոր է ՀԴՄ սպասարկումը իրականացնող ընկերությունները հակամրցակցային պայմանավորվածության մեջ են եւ պայմանավորված գին են բարձրացրել, մոտ կես տարի է քննում է նաեւ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրել է շուկան եւ 2024 թվականի վերջում զեկուցագիր է ներկայացրել, որի հիման վրա էլ վարույթ է սկսվել ոլորտի 6 ընկերությունների վերաբերյալ, բայց ըստ հանձնաժողովի դրանցից 3-ն են, որ կարող են ունենալ գերիշխող դիրք՝ Touchmaster-ը, Smart Solutions-ը եւ ՀԴՄ Շտրիխը։ Տարվա սկզբին հանձնաժողովը ենթադրել է, որ ոլորտում գործող որոշ ընկերություններ հնարավոր է փոխկապակցված են եւ մեջբերում եմ ընկերությունների կողմից ծառայությունների գնի բարձրացումը կարող է վկայել ընկերությունների միջև հնարավոր հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահման մասին։ Արդյոք կա գերիշխող դիրքի չարաշահում եւ ինչ փոխկապակցվածության մասին է խոսքը հանձնաժողովի վարույթի ավարտին կիմացվի, բայց ուշագրավ է նաեւ, որ ըստ պետական ռեգիստրի ոլորտի խոշոր երկու ընկերությունները Touchmaster-ը եւ Smart Solutions-ը կապ ունեն իրար հետ։ Touchmaster-ին է պատկանում Smart Solutions ընկերության 19%-ը։ Հետքի հետաքննող լրագրողները փոխկապակցվածություններ են գտել նաև ոլորտի այլ կազմակերպությունների միջև, նկատելով, որ միևնույն անձինք տարբեր տարիներին տարբեր ընկերությունների սեփականատերեր են եղել։ Ազատությունը հանձնաժողովի վարույթում թվարկված ընկերություններից փորձում է պարզաբանում ստանալ հունիսի 5-ից ի վեր, բայց ապարդյուն։ Ուշագրավ է, որ հանձնաժողովի վարույթում նշված այս 6 ընկերությունները միևնույն նախադասություններն էին ասում մեր զանգերին պատասխան։ Տվյալները կփոխանցենք, ձեզ հետ կկապնվեն։ Ես հիմա փոխանցեմ, ձեզ հետ կապ հաստատեն, լավ։ Հիմա ձեր համարը փոխանցեմ համապատասխան բաժնին, կապ հաստատեն ձեզ հետ, լավ։ Եվ նույնպիսի սինխրոն վարքով այս ընկերություններից որևէ մեկը ազատության հետ այդպես էլ հունիսի 5-ից մինչ օրս կապ չի հաստատել։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վարույթի համար նախատեսված հիմնական ժամկետը կես տարի է, այն մոտենում է ավարտին։ Եթե հանձնաժողովը որոշի, որ ընկերությունները պայմանավորվել են կախված տարբեր հանգամանքներից, ընկերությունները կարող են նախազգուշացվել կամ տուգանվել, սակայն տնտեսվարողներին այլ հարց է հետաքրքրում։ Եթե պարզվի, որ անհիմն եւ պայմանավորված գին են բարձրացրել, արդյոք այդ ընկերությունները կիչեցնեն գինը կամ արդյոք հետագայում դարձյալ պայմանավորված ավելի բարձր գին չեն սահմանի։ Երևանի կենտրոնում նախատեսվում է նոր հսկայածավալ շինարարություն սկսել։ Ամեն դեպքում նման ծրագրերի մասին հայտարարել է քաղաքապետարանը։ Խոսքը Սարյանի փողոցում գտնվող փոստի շենքի եւ դրա հետևում ծավալվող Կոնդ թաղամասի մասին է։ Նախատեսվում է համաշխարհային առևտրի կենտրոն կառուցել, տարածքն արդեն հանրային գերակաշահ է ճանաչվել, սակայն բուն նախագծի եւ դրա հնարավոր ազդեցության մասին քիչ բան է հայտնի։ Չեն հետաքրքրում փոստը կոնտենտը չի, կարևորը մեր տներն է։ Բայց այդ տունը մի քանի մետր հեռավորության վրա է փոստից։ Փոստը հետևն է, հա։ Բայց մեզ հետ կապ չունի։ Հայփոստի հենց հետևում բնակվող կինը, որ ներկայանալ չցանկացավ, դեռ չգիտի, որ իր ֆրիկի 5 հասցեում տեղակայված տունը արդեն իսկ կառավարության որոշմամբ ճանաչվել է գերակաշահ։ Հայփոստի շենքի հետևում համաշխարհային առևտրի կենտրոն է կառուցվելու։ Որոշումը կառավարությունը կայացրել էր դեռ 2 տարի առաջ, փաստաթղթի վերջում մի կետ ավելացնելով, որ գույքին հարակից մինչև 12000 քառակուսի մետր մակերեսով հողամասը ճանաչվել է պետության կարիքների համար բացառիկ գերակա հանրային շահ։ Սրանից մի 15 օր առաջ են եկել տղամարդիկ էին։ Վերեցին, նորից նկարեցին տան քառակուսի մետրը։ Չասացին ինչի համար։ Նոր քարտ են ուզում կազմել, քանդելու մասին նախ խոսք չի եղել։ Անցած տարվա հունիսին էր գործադիրը հաստատել Սարյան-Պարոնյան փողոցների միջնամասում սահմանափակված հանրության գերակաշահ ճանաչվող տարածքների հասցեների ցանկը։ Թափաբաշ, Կոզեռնի, Ռուսթավելու, Ֆրիկի, Սուրբ Հովանեսի փողոցների տներն էին այստեղ նաև ներառված։ Որոշման մեջ էլ առանձին տողով նշված է. ծրագիրը առանց այդ հողատարածքների հնարավոր չէ։ Որոշումները մեզ մոտ կայացվում են առանց ամբողջական պատկեր ունենալու, առանց քաղաքային պլանավորման գործընթացը հետևելու եւ այսպես ասած, գիտեք, մեկ օր կարող է մեկ կառավարության ինչ-որ անդամ քնի եւ զարթնի ու որոշի, որ այսինչ տեղը կարելի է նման մի բան կառուցել։ Ոչ միայն հարակից տարածքում ապրող մարդիկ, այլ նաև մասնագետները տեղյակ չեն, ինչ է կառուցվելու մայրաքաղաքի հենց սրտում։ Ճարտարապետ Սևադա Պետրոսյանը, որ տևական ժամանակ ուսումնասիրել է փոստի եւ հարակից Կոնդի տարածքը, բարձրաձայնում է. որևէ հստակ հաշվարկ արված չէ,
ինչ ազդեցություն է ունենալու այդ նախագիծը մայրաքաղաքի վրա։ Բավականին ոչ թափանցիկ գործընթաց է։ Դե ունենանք համաշխարհային առևտրային կենտրոն։ Շատ բարի ունենանք, բայց ինչու էստեղ ինչ չափերի եւ այլն, այդ ամբողջ որոշումներ կայաց ու ինչ ազդեցություն կարողանա ունենա ոչ միայն փողոցի վրա, այս շրջանի վրա, այլ ամբողջ կենտրոնի, ամբողջ մայրաքաղաքի վրա։ Համացանցում ժամանակին հայտնվել էր քննարկվող ծրագրի նախագիծը։ Փոստի հենց ետնամասում վերխոյացած մի երկնակ էր։ Այն ժամանակ խոսվում էր 40 հարկի մասին։ Ազատության հարցմանի պատասխան կառավարությունը ոչ հերքել, ոչ հաստատել է այս լուրը։ Հայտնի է միայն, որ մեգա նախագծի ընդհանուր արժեքը ավելի քան $200 միլիոն է։ Երևանի կենտրոնում 123 000 քառակուսի մետր տարածքով շենք-շինություններ են կառուցվելու, 4 և 5 աստղանի հյուրանոցներ, կոնֆերանս դահլիճներ, բիզնես կենտրոն։ Ծրագրի 20%-ը Հայաստանի կառավարությանն է, մոտ 30%-ը Հայ Փոստինը, իրականացնողը Ռենշինն է։ Ոնց եղավ, որ Երևանում միանգամից ամենապրոբլեմատիկ շենքերը այդ նույն կազմակերպությունն է, որը ասենք շահարկում է տարբեր, չգիտեմ, փոխվարչապետների կամ կառավարության մոտ գտնվող մարդիկ։ Ես կարծում եմ դա շատ մեծ պրոբլեմ է դառնալու երևանցիների համար։ Մեգա նախագծի հետ կապված անպատասխան հարցերը շատ են, ասում է կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, ընդգծելով. իշխանությունը պետք է բիզնեսմենի ագահությունը զսպող դառնա, այլ ոչ թե թողնի, որ փողը ուտի փոքր կենտրոնը։ Եթե շատ եք ուզում այդ համաշխարհային այդ կենտրոն առևտրի, խնդրեմ սարքեք գնացեք, դալմայի կողմերը տեղ կան, խնդրեմ գնացեք այդ մասը զարգացրեք, չի կարելի ամբողջը կենտրոնին, ինչ այդ կառուցապատողները եկել են այդ կենտրոնն արել, այս քաղաքապետարանում եւ մնացածում ցավոք չկան այդ հմտություններ, գիտելիքների տիրապետող մարդիկ, ել չեմ ասում այդ խայտարակ էս կոռուպցիոն սկանդալների եւ շահերի բախման թեմայով, այդ մարդկանց բան վստահել։ Թե ինչպես է ընտրվել Ռենշինը, արդյոք կազմակերպել է բաց մրցույթ, երբ է նախատեսվում շինարարության մեկնարկն ու ավարտը։ Կառավարությունը ազատության հարցերը անպատասխան է թողել, հորդորելով սպասել նախագծի վերջնական հաստատմանը։ Ծրագիրն ունենալու է շատ դրական ազդեցություն, թե տնտեսական, թե քաղաքաշինական, թե սոցիալական եւ թե այլ տեսանկյուններից։ Համառոտ գրությամբ պատասխանել են կառավարությունից։ Մոտ 1 ամիս առաջ էր վարչապետի գլխավորությամբ էր կառավարությունում խորհրդակցություն տեղի ունեցել, որի ընթացքում գործադիրը կարևորել էր մեգա նախագծի ներդրումային նշանակությունը։ Նայում ես վարչապետը, որ նստած են կառուցապատողը, բնականաբար այդ մարդիկ իրենց ագահությունից ելնելով ստորադասելով Երևան քաղաքի շահը, ստորադասելով Երևան համայնքի շահը եւ երևանցիների շահը, ուզում են փող աշխատեն։ Կենտրոնի նախկին թաղապետը կառավարության տնտեսական օգուտների խոստումներին զուգահեռ թվարկում է արդեն իսկ կանխատեսելի վնասներն ու վտանգները։ Ռեստորաններով ու գինետներով գերծանրաբեռնված Սարյան փողոցում նոր հսկայի ի հայտ գալը ել ավելի կպարալիզացնի կենտրոնի երթևեկությունը։ Ավելին, ինչպես կարձագանքեն մեգա շինարարությանը անմիջապես փողոցի տակ գտնվող անմխիթար թունելները։ Ընդհանրապես պետք է Երևանի փոքր կենտրոնում հայտարարվի կառուցապատման մորատորիա, միջև չլինի Երևանը չունենա հստակ գրագետ, 1-2 տարվա մեջ, չգիտեմ, տարբեր մասնագետների կողմից կազմված եւ Երևանի մասնակցային կառավարումը ներառված ռազմավարական մաստեր պլան, ընդհանրապես փոքր կենտրոնում չի կարելի։ Փոստատունը արդեն իսկ խարուքանդ վիճակում է, կոտրված ապակիներ, ներսում ավերակ։ Եվ կրկին անպատասխան հարց, ինչու քանդելը եւ ոչ թե վերակառուցելը դարձավ նախապայման։ Սրա հեղինակը Էդվարդ Սարապյանը Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն է եղել։ Դուք չեք պատկերացնում ինչքան մեծ բան է դրվել է ժամանակ այս կառույցը։ Ինքը այս մոդեռնիստական այս ճարտարապետությունը շատ հարգի է սաղ աշխարհում էլ Երևանում է դեռ 100 տարի շենքը կարող շատ լավ կարող ես վերանորոգել։ Ընդհանրապես այս Հայփոստի շենքը որ ապակիները փոխես, ինչ որ մոդեռնիզացնես, բայց պայման դրեք, որ շենքը պարտադիր պետքա մնա, որտեղ ասում եմ, սրանից հետո լինելու է Զվարթնոց օդանավականը, սրանք մեր ճարտարապետական կոթողներ են, սրանք Երևանի ինքնության մաս են։ Հայփոստը հենց Կոնդ թաղամասի դիմաց է, որի վերաբերյալ մեծ ծրագրեր ունի քաղաքային իշխանությունը։ Երևանի քաղաքապետարանից Ազատությանը հայտնեցին, որ երկու նախագծերը իրար հետ կապ չունեն։
Ճարտարապետ Սևադա Պետրոսյանի համար սա եւս մի ապացույց է, որ աջ ձեռքը չգիտի ինչ է անում ձախ ձեռքը, ու քաղաքային պլանավորման ամբողջ գործընթացը գլխի վայր է։ Ու սա միակ օրինակը չի։ Մենք ունենք Ֆիրդուսի օրինակը, մենք ունենք Կոնդի օրինակը, մենք ունենք Կասկադի գլխին ինչ-որ համերգասրահ կառուցելու որոշման օրինակը, մենք ունենք ակադեմիական քաղաքը։ Տեսեք, քաղաքը ունի վերջիվերջո հիմա աշխատող թե չաշխատող, ունի տարածական պլանավորման փաստաթուղթ, որի մեջ այս բոլոր խոշոր ծրագրերը, որի մասին ես նոր ասացի, որևէ մի ձևով արտացոլված չեն։ Կառավարությունը ինչ-որ որոշումներ է կայացնում, որով Կոնդի, ասենք, 1/6 տարածքը օտարվում է մեկ այլ ծրագրի, այսինքն ամբողջ նույնիսկ եթե խոսում ենք Կոնդի մրցույթի այդ շրջանակներում ինչ-որ Կոնդի վերակառուցման կամ Կոնդի վերաբերյալ ինչ-որ նախագծի, նշանակում է կառավարությունը դեմ է գնում մեկ այլ գերատեսչության, քաղաքային իշխանության արած նախաձեռնությանը։ Հասարակ նույնիսկ կոորդինացիայի տրամաբանություն չի պահպանվում, էլ ինչի մասին է խոսքը գնում, եթե մենք խոսում ենք բարդ քաղաքի նման, մայրաքաղաքի նման բարդ մեկ համակարգի մասին։ Ու մինչ երևանցիները անգամ պատկերացում չունեն, թե ինչ նոր հսկա է վեր խոյանալու փոքր կենտրոնի հենց սրտում, ինչ տրանսֆորմացիայի է ենթարկվելու հայփոստն ու հարակից տարածքը, հարևան Կոնդի բնակիչները լուռ հետևում են այս գործընթացին եւ հիշեցնում. եթե խոստումներին հավատային, մայրաքաղաքի ամենահին թաղամասերից մեկի հատուկենտ բնակիչները մինչև հիմա փոխհատուցումների չէին սպասի։ Տասնյակ տարիների ընթացքում քայքայված Կոնդի վերակառուցման ծրագիրն էլ գոնե սկսված կլիներ։ Սրա ծիծովա գլուխանը որ մեկի հանը։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր հարթակներում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն երկուշաբթի օրը ժամը 16-ից։ Հաջողություն։